This is only the second day that I've spent here Սա in երկրորդ your օրն է, որ գտնվում եմ wonderful country. ձեր հրաշալի երկրում։ Maybe you are used to it, but we are here for the first time. Գուցե դուք սովոր եք ձեր երկրին, բայց մեզ համար անսովոր եք, քանի որ առաջին անգամ ենք գտնվում Հայաստանում։ For us, it's a great thing to see the mountain Մեզ համար where Noah landed and came down. մեծ ագույն պատեհություն է տեսնել Արարատ լեռը, որի վրա հանգրվանեց Նոյը։ I'm sorry that I can't understand your language. Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող ձեր լեզուն հասկանալ։ I can't even start learning it. Արդեն ուշել է սովորել հայերեն, I'm too old. ես շատ ծեր եմ դրա համար։ Although I've got a grandson who prays every day. Թեպետ մի թորնիկ ունեմ, որ ամեն օր փառաբանում է Տիրոջը Praying, oh God, Father, եւ աղոթում է, ասում է ով հայր, Աստված, grant that my grandfather will be 120 years. շնոր արա, որ իմ պապիկը 120 տարի ապրի։ If I'm not in a grave, if the Lord has come, Եթե միջև Տիրոջ գալը գերեզմանում չլինեմ, I don't think that I'll reach that age. չեմ կարծում, որ այդ տարիքին կհասնեմ, But I never knew that Բայց- getting old is so wonderful. երբեք չէի կարող անգամ կռահել, որ ծերությունը այսքան հրաշալի երևույթ է։ The older you get, Որքան հասակ ես առնում, the more you know. այնքան ավելի շատ բաներ ես իմանում։ And if we start getting gray, Եվ երբ սկսում են մեր մազերը սպիտակել, we think of him who is մենք gray and has got white hair. մենք սկսում ենք մտածել այն մեկի մասին, ում մազերը ջունաճերմակ են, մեր հավիտենական Աստծո մասին։ Then we'll become more like him who died Եվ for հասկանում us. ենք, որ գնալով ավելի ենք նմանվում նրան, ով մահացավ մեզ համար։ I'm so glad as well Այնքան ուրախ եմ, that we can gather around God's word in this church. որ կարող ենք Աստծո գործի շուրջ համախմբվել այս եկեղեցու մեջ։ I was so sorry that some had turned back last Ցավում եմ, night. որ շատերը երեք հեռացան, քանի որ տեղ չկար։ There's nothing as wonderful as gathering around God's word. Աստծո խոսքի շուրջ համախմբվելուց հրաշալի բան չկա։ I would like to tell you something about the revival. Կցանկանայի ձեզ փոխանցեմ որևէ բան արթնության մասին։ I use the word about. Ես մասին բառն եմ օգտագործում։ We know much about God. Մենք Աստծո մասին շատ բաներ գիտենք։ We know much about revival. Մենք արթնության մասին էլ շատ բաներ գիտենք։ But there are so few that Բայց experience it. այնքան քչերն են, ովքեր փորձառաբար ապրում են այն ինչ որ խոսում են։ Some have written many books about it. Ոմանք գրքեր են կարդացել արթնության մասին։ About God coming down from heaven Թե ինչպես է Աստված power of the Holy երկնքից վայր իջնում Սուրբ Հոգու զորությամբ and working amongst men and women. եւ քայլում տղամարկանց եւ կանանց մեջ։ Because he says, I will be their God, Քանի որ նա ասաց, they will be my որ ես sons and կլինեմ նրանց daughters, Աստվածը եւ նրանք կլինեն իմ որդիները եւ դուստրերը and I'll walk among եւ them, ես կքայլեմ նրանց մեջ and they will be my people. եւ նրանք կլինեն իմ ժողովուրդը։ But I wouldn't just like you to know about revival. Բայց ես չի ցանկանա պարզապես իմանալ արթնության մասին,
But I pray Բայց աղոթում եմ, that you'll experience որ նաև revival. դուք ոչ միայն իմանաք, այլև փորձառաբար ապրեք արթնությունը։ Not that you'll know about God, Ոչ թե իմանաք Աստծո մասին, but that you'll know God. այլ ճանաչեք Աստծուն։ Shall we pray? Եկեք աղոթենք։ Our Heavenly Father, Մեր երկնային Հայր, we come to you in the name of our Lord Jesus Christ. մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք մոտենում քեզ։ And we pray that through the Holy Spirit Եվ աղոթում ենք, որ Սուրբ Հոգու միջոցով and your holy word, եւ քո Սուրբ Խոսքի միջոցով you'll touch our hearts, հպվես մեր սրտերին, that we'll never be the same again. որ մենք այլևս երբեք նույնը չլինենք։ Change our lives, Փոխիր մեր կյանքը, revolutionize everything. ամեն բան հեղափոխիր։ May the old be past Թող հները անցնեն and everything become new. եւ ամեն բան նոր լինի։ As you say, if someone is in Christ, Եվ դու ասացիր, եթե մեկը Քրիստոսի մեջ է, he's a new creature. նա նոր արարած է։ All things have passed away. Հները Everything has become new. հեռացան, անցան եւ ամեն բան նոր եղավ։ Amen. Ամեն։ If I speak to you about revival, Եթե խոսեմ ձեզ հետ արթնության մասին, it started in 1966 ապա կասեմ, որ այն սկսվեց 1966 թվականին։ and it's going stronger now than ever before. Եվ այն գնալով այսօր ավելի է ամրապնդվում, քան երբևէ։ People come from the whole countryside. Մարդիկ տարբեր վայրերից, երկրի տարբեր ծայրերից են գալիս։ North and south, east and west, Հյուսիսից, հարավից, արևմուտքից եւ արևելքից, without inviting them. առանց նրանց հրավերք ուղարկելու։ It began in the beginning that God, through the Holy Spirit, drew the people to himself like at Pentecost. Այն սկսվեց Պենտեկոստեի նման եւ Աստված իր Սուրբ Հոգու միջոցով մարդկանց քաշեց դեպի իր ներկայությունը։ No organizing, Որևէ կազմակերպչական աշխատանք չկար, no inviting people. որևէ հրավերքներ չէին ուղարկվում, God just brought them Աստված էր բերում։ at any time of the day. Եվ օրվա ցանկացած ժամին, When we get out of the house, Երբ the մենք- front door, there would be 100, երբ մենք 200. տանից դուրս էին գալիս, 300 մեր դռան people. առջև 200, 300 մարդիկ սպասում էին մեզ։ Men, strong men, bloodthirsty men, Ամրակազմ weeping and crying, պինդ տղամարդիկ տեսնում էինք, թե ինչպես էին ողբում եւ լաց լինում, saying, can we, ասելով, how կարող can we ենք, get ինչպես կարող ենք forgiveness of our sins? ներում ստանալ մեր մեղքերից։ The Holy Spirit came and convicted Սուրբ them. Հոգին գալիս էր եւ of նրանց sin. հանդիմանում էր մեղքերի մեջ։ Like Jesus said Ինչպես Հիսուսն ասաց to his disciples, իր առաքյալներին, when I come, երբ ես գամ, or when I leave you, it is better that I leave you. այսինքն ավելի լավ է, որ ես հեռանամ, թողնեմ ձեզ, գնամ։ And they were heartbroken because he said he's going to leave them. Եվ աշակերտների սրտերը կոտրվում էր, քանի որ իրար մեջ ասում էին, որ Տերը մեզ լքելու է, թողնելու է։ He said, Նա ասաց. it is better for you that I leave. Ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ։ Because if I don't leave, Քանի որ եթե չգնամ, the Holy Spirit won't come. Սուրբ Հոգին չի գա։ And when he comes, Եվ երբ նա գա, the first thing he does, he առաջին convicts բանը որ people կանի, of their sin. մարդկանց կհանդիմանի իրենց մեղքերի համար։ When the Spirit of God works, Երբ Աստծո Հոգին ի գործ անցնի, the first thing he does, առաջին բանը որ նա անում է, he նա հանդիմանում է people of մարդկանց
their sin. իրենց մեղքերի համար։ Righteousness, Արդարություն, that which is right, ահա սա է God's sight. արդարությունը Աստծո աչքերի մեջ and of judgment. եւ դատաստանի համար։ Sometimes it's as if it's judgment day. Երբեմն մարդուն սկսում է թվալ, որ կարծես դատաստանի օրն է սկսվել։ Sometimes Երբեմն hardened men շատ պինդ դիմակայություն է առաջանում come crying, եւ մարդիկ սկսում են արդեն անդիմադրելորեն լաց լինել, saying there's only 1 inch left, then we go into hell. եւ խոստովանում էին, ասում են, ընդամենը 1 սանտիմետր է մեզ բաժանում դժոխքից։ Can God save us? Միթե կարող է Աստված փրկել մեզ։ Raw heathen Հեթանոսները, անկիրթ հեթանոսները, that have shed blood all their lives, ովքեր ողջ իրենց կյանքի ընթացքում արյունահեղությամբ էին զբաղված, where the gospel couldn't do anything for over 100 years. որտեղ հարյուրամյակներ շարունակ ավետարանը չէր կարողանում թափանցել։ Missionaries came, they came from overseas, Միսիոներներ էին գալիս ծովերի այն կողմից, but they couldn't reach բայց the նրանք people. չէին կարողանում հասնել այդ տեղաբնակներին, But when the Holy Spirit moved, բայց երբ Սուրբ Հոգին է շարժվում, He brought them. նա բերում է նրանց։ He's still the same God, He's always Նա been. շարունակում է մնալ նույն Աստվածը։ And Jesus Christ is Եվ the Հիսուս same Քրիստոսը նույնն է yesterday, today, and երեք, forever. այսօր եւ հավիտյան։ I spoke a bit about God's greatness. Մի քիչ անցած Yesterday անգամ evening. երեկոյան ես խոսացի Աստծո մեծության մասին։ If we look at the stars, Եթե նայենք աստղերին, there are stars that are 1,000,000 times greater կան աստղեր, որոնք միլիոնավոր անգամ մեծ են, than the sun. քան արեգակը, And the brightness եւ նրանց պայծառությունը is 38 times as bright as sunlight. բազմակի անգամներ ավելի պայծառ է նրանք, քան արեգակի լույսը։ Just imagine Պարզապես what it will be պատկերացրեք, like that ինչի we'll նման դա have to կլինի, appear before God. եթե մենք հայտնվենք Աստծո առաջ։ Some people come and say, we have thought we'd always have been Christians. Ոմանք կգան եւ կասեն, մենք միշտ մտածում ենք, որ քրիստոնյա ենք, But now բայց հիմա, that we have met with God, երբ հանդիպեցինք Աստծուն, we see that we are lost and doomed Հասկացանք, and damned sinners. որ կորած, թշվառ, խուլ եւ համր մեղավորներ ենք։ Sometimes our Christianity is superficial, Երբեմն մեր քրիստոնեությունը շատ մակերեսային է, but you'll always find in genuine revival from above բայց միշտ կա արթնություն, որ երկնքից է գալիս, that repentance goes very deep. որի հետևանքը լինում է խորը ապաշխարություն։ A small girl, 9-year-old, Մի փոքրիկ աղջիկ 9 տարեկան met with the Lord, հանդիպում ունեցավ Տիրոջ հետ and the child cried for 3 days. եւ 3 օր շարունակ նա լաց էր լինում And the parents sent me word and said, we don't know what to do with our child. եւ ծնողները ինձ լուր տվեցին եւ ասացին մենք չգիտենք մեր երեխայի հետ ինչ է կատարվում, Because she says she has seen the eye of God. քանի որ նա տեսել էր Աստծո աչքերը And when she saw the eye of God, Եվ she երբ knew նա that տեսավ her Աստծո աչքը, whole life նա հասկացավ որ իր ողջ կյանքը had been brought to light. լույսի մեջ էր եկել And she said she can't believe that God can forgive her because her sins are as many եւ այդ as աղջնակը the sand by the seashore. չէր կարողանում հավատալ որ Աստված կարող էր նրան թողություն շնորհել քանի որ գիտակցում էր որ իր մեղքերը
ծովի ավազահատիկների չափ շատ են։ Some people couldn't sleep at night Երբեմն արթնության ժամանակ մարդիկ չէին կարողանում քնել or would come from the school կամ դպրոցից էին գալիս and repent. եւ ապաշխարում էին։ Once you've tasted revival, Երբ ճաշակում եք արթնությունը մեկ անգամ, you'll never be the same again. դուք երբեք այլևս նույնը չեք մնա։ In America, when they have meetings, then they say we have revival meetings. In America. Ամերիկայում երբ մարդիկ ասում են մենք արթնության ժողովներ ենք դրել, When they have meetings, they say they have revival երբ ժողով են meetings. մարդիկ հավաքվում են, սովորաբար ասում են արթնության ժողովներ են մեզ մոտ։ But friends, Բայց ընկերներ, revival արթնությունը is more ավելին than է, just churches filled with people. քան պարզապես հավատացյալներով լեցուն եկեղեցիները։ But it is people filled with God. Արթնությունը մարդիկ են լցված Աստծով։ That's the difference. Ահա տարբերությունը։ Now, when I speak about revival, Եվ երբ ես խոսում եմ արթնության մասին, I don't want you ես չեմ ուզում, որ դուք just to hear about revival. պարզապես լսեք արթնության մասին։ I can give you a fish Ես կարող եմ ձեզ ձուկ տալ, and you enjoy it and եւ eat դուք it. կվայելեք այդ ձուկը, But the hungry man, when he's eaten it, բայց սոված մարդը երբ ուտում է, he'll still get hungry again. որոշ ժամանակ անց նորից կսովածանա։ So it's better Այնպես որ ավելի լավ է not to give him the fish, ոչ թե նրանց ձուկ տալ, but to teach him how այլ to catch. սովորեցնել ձգնորսության։ When he has learned the lesson to catch the fish, you have helped him. Երբ մարդը սովորում է արդեն ձուկ որսալ, ուրեմն դու իրեն օգնել ես։ You can give him 100 kilos of Դու fish. կարող ես նրան 100 կիլոգրամ ձուկ նվիրել, He'll eat it till նրան he'll finish կուտի it. եւ կավարտի, կվերջացնի But then he'll be getting hungry եւ again. նորից կսովածանա։ There's more sense in it that you go and teach him. Ավելի կարևոր է, որ դու գնաս եւ մարդկանց սովորեցնես ձուկ որսալը։ Then you have helped him. Ահա այդ ժամանակ օգտակար կլինես։ It's the first time that I'm in your country. Առաջին անգամ եմ ձեր երկրում։ Maybe it's the last Գուցե time. եւ սա վերջին անգամս է, But I'd be happy բայց ես երջանիկ կլինեմ, that I don't just speak about որ revival, պարզապես չխոսեմ արթնության մասին, but that we'll taste it այլ միասին ճաշակենք and արթնությունը know the way how to get եւ it. իմանանք, թե ինչպես ձեռք բերել այդ արթնությունը։ Then I'll be glad. Ահա այդ ժամանակ ես ուրախ կլինեմ։ Then I'll go into the plane when Այդ- I fly back and say it's been Այդ worth it ժամանակ, all. երբ որ ես օթանավ կնստեմ եւ կվերադառնամ, ես կասեմ արժեր Հայաստան գալս։ Now I would like to read a word to you. Կցանկանայի մի խոսք կարդալ ձեզ համար։ We find it in John chapter 7, Հովանես ավետարան 7-րդ գլխում ենք հանդիպում այդ խոսքը։ verse 37. 37 խոսքում, 7-րդ գլուխ 37 խոսք։ On the last day of the feast, Տոնի վերջին մեծ օրում Jesus got up Հիսուսը կանգնած էր, and shouted to the crowds, աղաղակեց եւ ասաց. anyone who is thirsty, let him come to Եթե me. մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա։ For the scriptures declare that rivers of living water Եվ shall խմի, flow ինձ from the հավատացողը, inmost being of him. ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Now tonight, Այս երեկո I want to speak to you about the place where the revival started. ցանկանում եմ խոսել ձեզ հետ այն մասին, թե որտեղից է սկսվում արթնությունը։ There are many places
where they experienced revival. Շատ վայրեր կան, որտեղ փորձառաբար ապրել են արթնություն։ When he started at Mapumulu, Երբ Մափումուլո բնակավայրում սկսվեց արթնությունը, people would phone us and say մարդիկ there are զանգահարում people էին եւ ասում էին. 100 kilometers away Այստեղից from us. 100 կիլոմետր հեռավորության վրա մարդիկ կան, They coming down from the hills ովքեր լեռներից են իջել and they want to be helped spiritually. եւ ուզում են հոգեվոր օգնություն, աջակցություն ստանալ։ So God would come down in various places. Աստված տարբեր վայրերում էր իջնում։ Not that we brought them together, Մենք God նրանց brought չենք them. բերում, Աստված է նրանց ուղղորդում։ And when I got to Mapumulu, Երբ գնացի Մափումուլո, I had preached for 12 years. 12 տարի արդեն քարոզել է այնտեղ։ After 12 years, 12 տարի անց I wanted to give up. ես ուզում էի հանձնվել։ When I got converted, Երբ ապաշխարեցի, the Bible was so sweet to me. Աստվածաշունչը այնքան քաղցր էր I ինձ համար։ told the people last Մարկանց night, ասում էի անցած գիշեր, I'd read the Bible. Աստվածաշունչը կարդում էի I couldn't get enough of the Bible. եւ չէի բավարարվում, չէի կարողանում դադար տալ։ Աստվածաշնչի ամեն խոսքը խոսում էր ինձ հետ։ And there were so many promises. Եվ այնքան խոստումներ կային I այնտեղ։ mentioned only 3. Ես ընդամենը 3 խոստում 3 գիշեր նշեցի։ Jesus said in Հիսուսն John ասաց 15, Հովանես verse 15:7 խոսքում. if you abide in me Եթե դուք մնաք իմ մեջ and my words եւ իմ in you, խոսքերը մնան ձեր մեջ, you will ask what you want ինչ էլ որ խնդրեք, and you'll receive. կստանաք։ I said, well, that's the most wonderful thing in this world. Ասացի, սա աշխարհի ամենահրաշալի պայմանն է։ If that would be the only word in the Bible from Եթե this դա covenant, լիներ Աստվածաշնչի to this միակ covenant. խոսքը, միակ եւ եզակի խոսքը, it would be worth more than all the riches of this world. դա ավելի արժեքավոր կլիներ, քան աշխարհի բոլոր հարստությունները, That we can be in Him, որ մենք His word in us, արտոնություն ունենանք, And that լինել we նրա can մեջ pray. եւ նրա խոսքը մեր մեջ եւ ինչ էլ որ խնդրենք, whatever we'd like to, ինչ էլ որ ցանկանանք, that we ask of God, եթե խնդրենք Աստծուց, of Him, նրանից He will do it. նա դա կանի։ But that wasn't the only word. Բայց դա միակ խոստումը չէր։ In John 14:12, Jesus says, Հովանես ավետարան 14-րդ գլխի 12-րդ խոսքում Հիսուսն ասում է. verily, verily, I say unto you, Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. he that believes in me, Նա ով հավատա ինձ, the works that I այն do, he will գործերը, որ do ես also. եմ անում, նա էլ կանի, And greater works than եւ ավելի these, մեծ գործեր կանի, because I go to the քանի որ Father. ես հորս մոտ եմ գնում։ I'd take my Bible, I'd read Matthew, Վերցրեցի Աստվածաշունչս, Mark, կարդացի Մաթեոսը, Luke, Մարկոս, Ղուկաս ավետարանները, Հովանեսի ավետարանը, all those things that Jesus did. բոլոր այն գործերը, որ Հիսուսը գործել էր, He says, you will even do greater things եւ because նա I go ասաց. to the Father. Դու ավելի մեծ գործեր կանես, քանի որ ես հորս մոտ եմ գնում։ Not because we are something, Ոչ թե նրա համար, որ մենք ինչ-որ բան ենք մեզանից ներկայացնում, but He goes այլ to նրա the համար, որ Father. նա հոր մոտ է։ What does it mean to you Ինչ է that նշանակում Jesus went to քեզ the համար, Father? որ Հիսուսը հոր մոտ է գտնվում։ Friends, that was sweeter than honey to me. Ընկերներ, այս խոսքը ինձ համար մեղրից էլ քաղցր էր հնչում։ I tried to learn scriptures Փորձեցի Սուրբ Old գրային chapters համարները անգիր սովորել, of ամբողջ by գլուխներ էի անգիր սովորում, that His word would be in որպեսզի me. նրա խոսքը իմ մեջ բնակվեր։ And His promises Եվ նրա are so խոստումները, many այնքան խոստումներ դուրս գրեցի։ in the Old Testament and in the New Հին Testament. կտակարանից խոստումներ, խոստումներ նոր կտակարանից։
Even the Old Testament speaks to us. Անգամ 5 կտակարանն է շարունակ խոսում մեզ հետ։ Because Jesus says, he that Քանի որ believes Հիսուսն in me, ասաց, ով as որ the հավատա scripture ինձ, says. ինչպես գիրքն է ասում, համաձայն գրքի հավատա, And then he referred to the Old Testament. այնուհետև նա մեջբերում է 5 կտակարանի խոսքը։ I said after 12 years, 12 տարի անց ասացի, I got to the end of myself. ես սպառվել եմ։ When I started preaching, Երբ դադարեցի քարոզելուց, these promises were այդ so խոստումները wonderful. այնքան հրաշալի հնչեցին ինձ համար։ But after I had been preaching for 12 years, Բայց 12 տարի քարոզելուց հետո I was disappointed. ես հիասթափվեցի։ I didn't experience what the Bible Ես says. փորձառաբար չէի ապրում այն, ինչ որ Աստվածաշունչն էր ասում։ And I said, there's something wrong. Եվ ասացի, ինչ որ բան այն չէ։ I've got 4 brothers. 4 եղբայրներ ունեմ։ They were busy making money. Նրանք գումար վաստակելով էին զբաղված։ I left my inheritance. I left everything Ես թողեցի իմ just to ժառանգությունը, follow the Lord թողեցի